Բարև ձեզ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Աստվածաշնչյան բացահայտումներ YouTube-յան մեր ալիքի բաժանորդներ։ Վերջերս մեր հեռարձակումները ուղիղ եթերով մեր ունկնդիրների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Աստված ընդարձակել է լսարանը։ Քիչ չեն նաև մեզ հասցեագրված հարցերը։ Մենք իհարկե պատրաստ ենք Աստվածաշնչի և առհասարակ հոգևոր կյանքին վերաբերող հարցերին պատասխանել։ Սակայն չկրկնվելու համար որոշեցի մեր YouTube-յան ալիքի ուղեցույց տալ ձեզ։ Միաժամանակ իմ շնորհակալությունն եմ հայտնում մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր իրազեկում են մեր ալիքը մյուսներին և կիսվում իրենց էջերում։ Պիտի ասեմ, դեռ շատ անակնկալներ են սպասվում, քանի որ շատ բան ունենք ասելու, որոնք շատերի համար հավատքի մեջ հաստատվելու, մյուսներին աստվածճանաչողության և աստվածպաշտության մեջ առավել օգտակար կարող են լինել։ Ցավով պիտի նշեմ և հաստատ համոզված եմ, որ մեր կողմից առաջիկայում նոր վկայություններով և եկեղեցու վերաբերյալ բացահայտումներով հանդես գալու դեպքում որոշների կողմից ափսոսանք և զղջման կսկիծ կառաջացնի այն ճշմարտությունները, որ պատրաստվում ենք ներկայացնել։ Նման արտահայտությունները հիմա էլ մեր ականջին հասնում են արդեն։ Բա ինչու առաջ չէիք ասում, կամո եղբայր, իսկ մենք ուրիշ բան գիտեինք, մեզ ուրիշ բան էին ասում։ Այսպիսիներին կարող եմ պատասխանել ժողովող գրքի խոսքերով. ամեն բանի ժամանակը կա, քարեր դուրս նետելու և քարեր հավաքելու էլ։ Շատ հաճախ մարդիկ բողոքում են, որ այ եթե այս ամենը անցյալում իմանային, այսքան տարիներ գաճաճ հոգևոր հասակ չէին ունենա, շուտ կաճեին, երանի թե շուտ իմանային այս ճշմարտությունները։ Սիրելիներ, Աստծո խոսքը մեզ զգուշացնում է, որ մենք զգույշ լինենք, թե ինչ ենք լսում։ Մեր ականջներին մենք հսկողություն չենք սահմանում։ Մեր միտքը, մեր հոգևոր միտքը քիմք պիտի ունենա զանազանելու կեղծիքը ճշմարտությունից, բամբասանքը մտահոգությունից, որովհետև շատերը մտահոգության տակ այնպիսի բամբասանքներ են անում, որ կարծես թե իբրև թե շատ էին ցավում իրենց եղբոր համար։ Մենք սիրում ենք բոլորին, մեզ իրենցից դուրս օտար համարողներին էլ թեպետ չսիրվենք, նրանցից շարունակում ենք սիրել։ Լավ մնացեք և թող Աստված ուղղի ձեզ Քրիստոսի ճանապարհի վրա կանգնելու։ Այսպիսով, սիրելի հետևորդներ, քայլ առ քայլ պիտի ցույց տամ ձեզ, թե ինչպես օգտվել մեր YouTube-յան ալիքից։ Կարող ենք Աստվածաշնչի բացահայտումներ մեր YouTube-յան ալիքի անվանումը ահա Google Chrome-ի այս պատուհանի տեղադրել կամ էլ վերևի հատվածում գրել, անգամ միանգամից ներքևում հնարավոր է բերի, կարող ենք միանգամից մկնիկով կամ էլ ընդհանրապես սեղմել այս հատվածի վրա հեռախոսով և կբերի ահա այսպիսի մի էջ Աստվածաշնչի բացահայտումները, վերևում մեր վերջին տեսագրություններից մի քանիսն են, ներքևում արդեն մեր Աստվածաշնչի բացահայտումներ YouTube-յան ալիքն է։ Եթե մենք սեղմենք Աստվածաշնչի բացահայտումները այդ գրության վրա, անմիջապես կբացվի մեր տեսագրությունները։ Սակայն ես ուզում եմ այնուամենայնիվ մեր հիմնական YouTube-յան էջին դուք մասնակից լինեք, միանգամից դուք կարող եք թափանցել YouTube, եթե դուք ունեք հավելվածը, YouTube-ում միանգամից հավաքել ահա այս պատուհանի վրա, YouTube-ում, նույնը Աստվածաշնչի բացահայտումները։ Ահա այսպիսի մի պատուհան կբացվի, այս կլոր նկարի վրա ենք սեղմում կամ էլ ասենք կողքից։ Սա մեր հիմնական էջն է YouTube-ում։ Ինչպես նկատում եք, որոնման պատուհանին Աստվածաշնչի բացահայտումները անվանումը գրելուց հետո հորիզոնական այս հատվածում որոշակիորեն բաժիններ գոյություն ունեն և տեսագրությունները, քարոզները և ուսուցումները տեղաբաշխված են ահա այս բաժիններում։ Օրինակ, երբ որ մենք սեղմում ենք վիդեո, այսինքն տեսագրությունների բաժինը, մեր ամբողջական բոլոր տեսագրություններն են իհայտ գալիս։ Ահա այսպես մենք կարող ենք մինչև վերջ իջնել
Եվ ներքևի հատվածում արդեն մենք տեսնում ենք, որքան իջնում ենք, այնքան մեր բոլոր տեսագրություններն ու քարոզները կարող են մեր ալիքի վրա երևալ։ Սա մի եղանակն էր, որ ամբողջը կարող էր երևալ, բայց ունենք նաև կարճ տեսագրություններ, այստեղ շորտ, երբ որ շորտի վրա ենք սեղմում, անմիջապես հայտնվում է ահա կարճ տեսագրությունները, այնուհետև ուղիղ եթերներ։ Սա ուղիղ եթերների բաժինն է, եւ ահա մենք այստեղ տեսնում ենք ուղիղ եթերներն են։ Վերջերս հատկապես ուղիղ եթերներով շատերը չեն կարողանում մասնակից լինել, եւ մենք էլ դրանց տեսագրությունների շարքում տեղադրելու խնդիր ունենք։ Դրա համար հորդորում ենք, որպեսզի կարողանաք ճիշտ օգտվել մեր YouTube-յան ալիքից եւ այս ուղիղ եթերների բաժնում իսկապես կգտնեք բոլոր ուղիղ եթերները։ Նաեւ էջեր գոյություն ունեն հիմա այս հատվածում playlist-ում, որտեղ մենք արդեն խմբագրված ենք տեսնում բոլոր նյութերը մեր։ Այստեղ դուք կարող եք տեսնել օրինակ ուղիղ եթերները, այստեղ կարճ եթերները, այստեղ հոգու եւ շնչի համար, մենք սրա մասին խոսել ենք, որ գերազանցապես սա վերաբերում է մինիմում բարձրագույն կրթություն ունեցողների համար, սա ներեկեղեցական կյանքի վերաբերյալ տեսագրություններն են, այստեղ Աստվածաշնչից խոսքեր, այնուհետև պատմական որոշակի մենք հաղորդումներ ունենք, Աստվածաշնչյան շրջանակներում իհարկե, աշակերտության վերաբերյալ մենք ունենք տեսագրություններ, օրենքի վերաբերյալ, հարցեր եւ պատասխաններ բաժինը հատկապես խնդրում եմ դուք անպայման ունկնդրեք եւ տեսեք, որովհետեւ այն հարցերը, որոնք մեզ ուղղում եք, հնարավոր է դուք գտնեք այստեղ ձեր հարցերի պատասխանները։ Չկրկնվելու համար հորդորում եմ անպայման այս բաժինը անպայման նայել։ Քարոզների մեջ, ինչպես ասացի, մեր կիրակնօրյա եւ շաբաթօրյա քարոզներն են։ Սերտողություն ունենք առանձին, որ մենք կատարում ենք երեքշաբթի օրերը։ Այստեղ բացառապես Աստվածաշնչի նոր կտակարանյան բաժնի հատկապես սերտողություններն են, վկայություններ բաժնում գերազանցապես վկայություններն են։ Քրիստոնեական կրոնի վերաբերյալ մենք հարմար ենք գտել մի առանձին հաղորդաշար եւ առանձին այդպես բաժին հատկացնել, շատ հետաքրքիր է, հորդորում եմ անպայման սա դիտել։ Հայաստանը եւ հայերը Աստվածաշնչում մենք գտել ենք բազմաթիվ վկայություններ հայերի մասին եւ ոչ միայն 4 վկայություն, ինչպես շատերն են գտնում։ Եվ ի վերջո այս ամենը իրար հետ, եթե մենք վերցնենք 709, ահա վերևում գրված է 709 տեսագրություն ունենք։ Սակայն սա ինտերֆեյսի, այսինքն էկրանի վրա բացվելու մի եղանակն է։ Կա նաև մեկ ուրիշ եղանակ, ահա ձախ կողմին ձեր տեսագրությունները, բաժինը երբ որ սեղմում ենք, այստեղ դուք մի փոքր ավելի մանրամասնություն կնկատեք։ Կոնկրետ երբ ասում եմ մանրամասնություն, նորից այս հորիզոնական հատվածի մեջ եղած այս բաժնի մեջ մենք եթե ամեն մեկի վրա սեղմենք, նույնպես այստեղ նախ հայտնված են բոլոր վիդեոները, բոլոր տեսագրությունները, իսկ հա այստեղ երբ մենք ուղիղ եթեր ենք սեղմում, դարձյալ գալիս են ուղիղ եթերի բոլոր այն տեսագրությունները, որոնք քիչ առաջ նայեցիք ուրեմն։ Այստեղ նույնիսկ կան, ասենք, թե ինչքան մարդիկ են դիտել եւ այլն։ Գալով, ասենք, playlist-ին, սա մի տեսակ շատ ավելի կկողմնորոշի ձեզ, եթե դուք կարողանաք այս ուղղահայաց էջի վրա փնտրել մեր տեսագրությունները։ Բանն այն է, որ այստեղ ուղիղ եթերում հստակ գրված է, որ 30 տեսագրություն կա, քարոզների շարքում 485 քարոզներ կան, հոգու եւ շնչի համար 82 տեսագրություն, հարցեր պատասխաններ 300-ն են, սերտողությունը 340, պատմական տեսագրությունները 196, աշակերտության 141, կարճ տեսագրությունները 39, խոսքերը 92 եւ այդպես եթե մենք ամփոփելու լինենք քրիստոնեական կրոն 305, ապա դուք կտեսնեք, որ յուրաքանչյուրը ինչ ոլորտ որ Աստվածաշնչի հոգևոր կյանքը իրեն հետաքրքրում է, այդ ոլորտներն էլ կարող է գտնել մեր Աստվածաշնչի բացահայտումները YouTube-յան ալիքում։ Ուրեմն ես ընդհանրապես սովոր չեմ մեր անձին, մեր մասին շատ խոսել, սակայն պիտի ասեմ, որ հսկայական աշխատանք է կատարված եւ մասնավորապես կրկին անգամ էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր բաժանորդներին եւ չբաժանորդագրվածներին, դեռևս որոնք հետաքրքրված են մեր ալիքով,
ինչու՞ չէ, նաև մեզ աջակցում են շատ-շատերը եւ ես առիթից օգտվելով նորից իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում նրանց, Աստված իրեն օրհնի։ Ձեր մասնակցությունը մեր ծրագրին մեծ նպաստ կարող է բերել Աստծո խոսքի ճշմարտագույնս տարածման եւ ուսուցման։ Թող Աստծո օրհնությունը յուրաքանչյուրի եւ յուրաքանչյուրի ընտանիքի հետ լինի։ Ամեն։